Սիրելի հավատացյալներ, ներկա կամ մեզի արցանց հետևող, արդեն սկսավ մեծ բաղոտ շրջանի, հավանաբար մեր ժողովրդի մոտ ամենեն սիրելի արարողությունները, կհուսանք, որ հաջորդող շաբաթները ավելի լավ նպաստավոր պայմաններու մեջ գարդոնե օդը, որպեսզի բոլորդ մեզի միանանք եւ միապերան բոլորս օրհնաբանենք մեր Տերը եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Ինչպես գիտեք, միշտ մեծ բաղոտ շրջանի ժամերկություններուն ընթացքին խորհրդածություններ կգադարեինք, ինչպես անցնող տարիներուն, այս տարի եւս պիտի գադարենք։ Սակայն այս տարի մեր եկեղեցվո աշխուժ քրիստոնեական հանձնախումբի անդամներուն առաջարկով այս տարվա հսկումներու արարողության չորեքշաբթի օրերը մենք պիտի ունենանք հյուր քարոզիչներ, որոնց դերհոր հետ միասին մոտեցանք եւ իրենց առաջարկեցինք խորհրդածություն մգադարել մեզ բոլորին համար, որբեսի արիտ տանք իրենց քիչ ավելի խորունգեն մոդենան Աստծո խոսքին եւ իրենց իմաստությամբ Սուրբ Հոգիով զորացած բաժնեն բոլորիս հետ։ Այս չորեքշաբթի ուրախություն է, որ մեր գիրակնորյայի ուսուցչուհիներն Տիգին Թամար Դեմիրջյանը ինք մեզի պիտի փոխանցե Աստծո խոսքը։ Աղոթենք բոլոր ավետարանիչներուն համար, որպեսզի Աստված Սուրբ Հոգիով զորացնե իրենց եւ իրենց ճամփով Աստծո խոսքը թփնա յուրաքանչյուր լսողի սրտին։ Օրհնյալը լա Աստծո խոսքը եւ Աստված զորացնե բոլոր իր գործին, իր սպասավորները եւ իր դաշտի մեջ ծառայողները։ Ամեն։ Թամար հրամը։ Շնորհակալ եմ։ Անուն Հոր եւ Որդու եւ Ոգուն Սրբո ամեն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր պիտի խորհրդածեմ Մատթեոս ավետարանին հատվածի մասին, ուր Հիսուս գխոսի իր պահեն ետք աշակերտներուն սպասած դժվարություններուն մասին։ Բայց Հիսուս միանալ այդ դժվարություններուն մասին չի խոսիր, այլև խոստում մգուտա։ Հիսուս գխոստանա անոնց, որ պիտի զորացնե իրենց եւ ամենեն կարևորը փրկության արժանացնելու խոստումը գուտա։ Անոնց, որոնք մինչև վերջ դիմանան։ Կգարտամ այդ հատվածը Մատթեոս ավետարանի 10-րդ գլուխ 16-22 համարները։ Ահա գղրգեմ ցեզի իբրև ոչխարներ, քայլերու մեջ, ուստի խորակետ եղեք օծերու պես եւ անմեղ աղավնիներու պես։ Ըսկուշ եղեք, որովհետև պիտի գտնվին մարդիկ, որոնք ցեզ թադարան պիտի տանին եւ իրեն ժողովարաններու մեջ ձեծեն։ Իմ պատճառովս ցեզ կառավարիչներու եւ թագավորներու դիմաց պիտի հանեն, որբեսի անոնց եւ բոլոր ասկերուն իմ մասիս վկայություն տաք։ Այդ երբ ցեզ տադելու տանին, մի մտահոգվիք թե ինչ պիտի ասեք եւ ինչպես, որովհետեւ ինչ որ պիտի ասեք այդ ժամուն պիտի դրվի ցեզի, քանզի խոսողը դուք պիտի չլաք, այլ ձեր հորը հոգին պիտի խոսի ձեր միջոցով։ Եղբայրը իր եղբայրը մահվան պիտի մատնե, հայրը իր զավակը, զավակներ իրենց ծնողներուն թեմ պիտի ելեն եւ սփաննեն զանոնք։ Ամեն մարդ ցեզ պիտի ադե իմ պատճառովս, բայց ով որ մինչև վերջը դիմանա, անիգա պիտի փրկվի։ Ամեն։ Այս հատվածը, սիրելի քույրեր եւ եղբայրներ, թեև մեր Տերը անցյալին խոսած էր իր աշակերտներուն, բայց այսօր մեզյալ կվերապերի, որովհետեւ Հիսուս Քրիստոս նույնն է միշտ, երեք, այսօր եւ հավիտյան, ինչպես կգարտանք Եբրայեցիս 10-րդ գլուխ 8-րդ համար։ Անոր խոստումը անսուդ է եւ ճշմարտությունը հավիտյան։ Ուրեմն, այսօր մեզյալ կղրգե Հիսուս իբրև ոչխարներ քայլերու մեջ։ Տիրոջ այս խոսքը առաջին հայացքով դարօրինակ կթվի։ Ինչպես կարելի է ոչխար ղրգել քայլերու մեջ։ Չէ որ բնականորեն ոչխարը անպաշտպան է, իսկ քայլը հարձակող։ Բայց Քրիստոս երբեք պատահական պատկերներ չի գործածել։ Անգհայտնի իր աշակերտը դառնալու ճշմարիտ բնույթը։ Բացատրեմ։
Հիսուս բնավ չուզեց իր աշակերտներեն զորությամբ կամ զենքի ուժով աշխարհը փոխել, այլ աշխարհը փոխել սիրո եւ ճշմարտության վկայությամբ, ինչպես որ ինք ըրավ։ Քրիստոս թագավորը չուզեց նմանել աշխարհի թագավորներուն, այլ աշխարհ եկավ խոնարհությամբ, ձնավ աղքատ մսուրիմը մեջ, ապրեցավ հեզությամբ եւ խաչվեցավ սիրո համար։ Ուստի իր հետևորդները չեն կոչված արյուծի պես ահափեգելու, այլ ոչխարի պես հեզությամբ վկայելու։ Եթե աշակերտները արյուծի գերբարանքով ներկանային, մարդիկ գուցե վախնային եւ հավանաբար դարձի չկային։ Աստծո կամքը վախ ներշնչել չէ, այլ սիրտերը շահել։ Հիսուս չի բավարարվիր իր հետևորդները ոչխարներու նմանցնելու, այլև գթելատրե ասելով խորակետ եղեք օծերու պես եւ անմեղ աղավնիներու պես։ Քրիստոս այստեղ կմիացնի երկու որակ՝ խորակիտություն, այսինքն իմաստություն եւ անմեղություն։ Բարձ բարերու մեջ, եթե պիտի տնեմ, Հիսուս կսե խելացի եղեք, բայց անմեղ մնացեք։ Օծը Սուրբ Գրքի մեջ սկոնություն եւ խորակիտություն կխորհրդանշե։ Երբ վտանգ կսկա, իր գլուխը կպաշտպանե, որովհետեւ գիտե կյանքը այնտեղ է։ Մեր հոգեվոր կյանքի մեջ մեր գլուխը Քրիստոս է։ Ինչպես կսե առաքյալը, Քրիստոս է եկեղեցվո գլուխը, Եփեսացիս 1:22։ Երբ հալածանք, փորձության կամ հարցակում ունենանք, մեր առաջնահերթությունը պետք է լա Քրիստոսի հետ մեր միությունը բահբանել։ Այսինչ կնշանակե ոչ թե դրդնչալ, ոչ թե հուսահատիլ, այլ Աստուծո խոսքով զինվել։ Որովհետև ինչպես Պողոս առաքյալ գսե, ամեն ինչ կրնամ դանել շնորհիվ Քրիստոսի, որ զիս զորացուց։ Ֆիլիպպեցիներու 4:10 համար։ Աստվածաշունչը միշտ սորվեցուցած է, թե փորձության մեջ հաղթանակը ոչ թե արտաքին պայմաններու փոփոխությամբ է, այլ ներքին մարդու նորոգությամբ։ Օծի մասին երբ խոսենք, չենք կրնար անոր մորթափոխության մասին չանդրադառնալ։ Օծի մորթափոխությունը մեզ կհիշեցնե հոգևոր նորոգության կարևորությունը, սակայն այդ նորոգությունը կկատարվի նեղ դռներն անցնելով, ինչպես կգարտանք Մատթեոս 7:10 համարը։ Քրիստոնեական կյանքը թյուրին եւ լայն ճանապարհը չէ։ Այն ճգնության, ինքնակնության, զղջումի եւ հարադեպ աղոթքի ճանապարհ է։ Իսկ աղավնին խաղաղության եւ Սուրբ Հոգին նշանն է։ Մգրդության ադեն Սուրբ Հոգին աղավնագեր իջավ Քրիստոսի վրա, ուստի անմեղություն եւ խաղաղություն կարելի է միան Սուրբ Հոգիի առաջնորդությամբ ունենալ։ Իմաստություն առանց անմեղության գտարնա խորամանկություն, իսկ անմեղություն առանց իմաստության միամտություն։ Քրիստոս գուզե երկուքը միասին ունենանք։ Այսօրվան ավետարանի հատվածը նաև կհրավիրե մեզ մեր հալածանքները եւ դժվարությունները վկայության առիթ դարձնելու։ Այս հատվածի մեջ մեր Տերը բացահայտորեն ասավ, որ իր առաքյալները պիտի թադվին, պիտի ձեծվին, կառավարիչներու եւ թագավորներու առջեւ պիտի հանվին, բայց այդ բոլորը պիտի ըլլան, որբեսի վկայություն տան։ Եվ իսկապես Հիսուսի առաքյալները իրենց բազում դարաբանքները, նեղությունները եւ դժվարությունները, նույնիսկ իրենց նահատակությունը վկայության առիթ վերածեցին։ Իսկ առաջին քրիստոնյաները, երբ եղբայրը եղբորը թեմ ելավ, երբ ընտանիքներ բաժնվեցան, հավատքին պատճառով Քրիստոսի հետևորդները հավատարմությամբ ընտրեցին իրենց Տիրոջ նկատմամբ։ Պողոս առաքյալ, որ Սավուղ անունով գահալած էր եկեղեցին, Աստուծո շնորհքով դարձի եւ իր ամբողջ կյանքով, որ դժվարություններով լեցուն էր, վկայեց Քրիստոսի մասին եւ ապրեցավ Քրիստոսի համար։ Անոր համար Հիսուս մեզ այսօր կհիշեցնե, որ մեր դժվարություններուն ադեն չդգարանանք, այլ իր մով զորանանք, եւ ներ նեղություններուն ադեն
նույնիսկ իր անվան պարապանիչները դառնանք, որովհետև մեկ բան կա, որ մեր միտքը պետք է բահենք այսօր։ Որքան ալ դժվարությունները մեծ լան, անդանելի թվին, Հիսուսը սավ մինչև վերջ դիմացողը պիտի փրկվի։ Այս խոսքը մեզի ինքնակնության մարչև գտնե, որովհետև մենք ալ ունենք մեր ներքին եւ անձնական ավանապար բազմաթիվ պայքարները։ Անոնք կրնան լալ սխալ սովորություններ, ընտանեկան դժվարություններ, գործի ընթացքին անարդարություններ, հիվանդություն կամ նյութական նեղություններ։ Մեր դժվարություններուն ադեն գգորսվի մեր հավատարմությունը, գահախտե մեր փարգությունը, գդգարանա մեր հավատքը, իսկ ինչ պետք է անել դժվարություններու եւ նեղություններու ադեն։ Հիսուս բազմանց սսավ, Հակոբոս Արաքյալն ալ գքրե, եթե մեկը նեղության մեջ է, աղոթք թողոնե։ Հակոբոս 5:10 համարի մեջ կգարտանք աս համարները, աս խոսքերը։ Հոգևոր կյանքի սիրտը աղոթքն է։ Քրիստոս ինք թեև Աստծո որդին էր, գիշերներ ամբողջ կանցներ աղոթքով։ Եթե անաղոթեց, մենք որչափ ավելի կարիք ունենք աղոթելու։ Ուրեմն մեր դժվարությունները պետք է դանին Քրիստոսի խաչին մոտ։ Այն Հիսուսին մոտ, որուն վերքերով բժշկվեցանք։ Եսայա 50:5 համարի մեջ գրվածի համաձայն։ Պետք է սորվինք մեր դարաբանքը միացնել Քրիստոսի դարաբանքին, որբեսի անոնք դառնան փրկության ճանապարհ։ Եզրակացություն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, Քրիստոս մեզի թյուրին կյանք չխոստացավ, այլ իր ներկայությամբ լեցուն կյանք, ինչը սավ մի մտահոգվիկ, ձեր հորը հոգին պիտի խոսի ձեր միջոցով, մեր հույսը, մեր ուժը չէ, այլ Աստուծո շնորհքը, մեր ապահովությունը, մեր կարողությունը չէ, այլ Քրիստոսի ներկայությունը։ Եթե աշխարհը մերժեց Քրիստոսը, կգրնա նաև մեզ մերժել, բայց ան չհանձնվեցավ եւ մենք ալ կոչված ենք հավատարիմ մնալու մինչև վերջ։ Ուստի իմաստունը լանք, բայց մաքուր, հեզը լանք, բայց հաստատ։ Եթե հալածվինք, չհուսահատինք, եթե դարաբինք, չգործվինք։ Հույսն ու հավատքը կանզի չգործընծնենք հույսն ու հավատքը, կանզի դիրոջ խոստումը հստակ է, ով որ մինչև վերջը դիմանա, անիգա պիտի փրկվի։ Ամեն։